Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Տեր Հայր, նաև օրհնեցեք մեր նոր հաղորդաշարը, որը կոչվում է Մանանեխի հատիկ։ Բնականաբար մեզ համար շատ կարևոր է, երբ որ տարբեր հարթակներ, մանավանդ զանգվածային լրատվամիջոցների կիրառվում կամ օգտագործվում է հոգևոր խոսքը, մեր ազգային արժեքները մարդկանց հասցնելու եւ բնականաբար այս առումով ողջունելի է հեռուստաընկերության կողմից նախաձեռնած այս հաղորդաշարը, որը կոչվում է Մանանեխի հատիկ եւ թող Աստծո օրհնությամբ Աստված մեզ էլ իմաստություն պարգևի, որպեսզի կարողանանք Աստծո խոսքը փոխանցել մեր հանդիսատեսին, մեր հեռուստադիտողներին։ Տեր Հայր, Մանանեխի հատիկ, սա վերցված է Քրիստոսի առակներից, եւ սա այն առակն է, որ ի թիվս այլ առակների Քրիստոս պատմում է հավաքվածներին։ Եվ այս առակը 3 ավետարանիչներն ունեն իրենց ավետարաններում, բացի Հովհաննեսը, որտեղ պատմեց Քրիստոս այս առակը, ինչու պատմեց, որն էր ուղերձը այս առակի։ Առակին, եթե անդրադառնանք, առակը շատ կարճ է, երբ որ Քրիստոս դիմելով իր աշակերտներին ասում է, որ երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկին, որը լինելով շատ փոքր, բայց հողի մեջ դրվելով ինքը աճում է, դառնում է մի մեծ ծառ, որտեղ որ երկնքի թռչուններն են գալիս եւ հանգրվանում։ Բայց շարունակության մեջ Քրիստոս նաեւ ավելացնում է, որ խոսում է ավելի ճիշտ թթխմորի առակի մասին, ասելով, որ երկնքի արքայությունը նման է նաեւ թթխմորի, որը դրվելով խմորի մեջ այն ամբողջ զանգվածն է խմորում։ Այս երկու առակները մեկը մյուսին լրացնում են եւ մեկը մյուսի հետ փոխկապակցված են բնականաբար։ Մանանեխի հատիկին, եթե անդրադառնալու լինենք այս առակին, այստեղ խոսքը նրա մասին է, որ մարդիկ փոքր բաների մեջ հավատարմությունը մեզ ավելի մեծ օրհնությունների է արժանացնելու։ Հոգևոր կյանքում քրիստոնեության մեջ մանրուք չկա, եւ եթե մարդ ունի նույնիսկ փոքրիկ հավատք, մանանեխի հատիկի չափ այդ փոքրիկ հավատքը, այդ հավատքով, ինչպես որ մեկ ուրիշ առիթով Քրիստոս ասում է, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք լեռներ կշարժեք, այդ հավատքով դուք կարող եք լեռներ շարժել։ Եվ մանանեխի հատիկը մեզ համար վկայություն է այն բանի, որ երկնքի արքայությունը նման է այդ սերմի, որը դրվում է մարդու սրտի մեջ, ինչպես որ սերմնահատիկը մանանեխի դրվում է հողի մեջ եւ այն պետք է խնամել, հոգ տանել, որպեսզի ինքը պտուղ տա եւ մի մեծ ծառ դառնա։ Նույն կերպ Աստծո խոսքը դրվում է յուրաքանչյուրի սրտի մեջ, աճում է յուրաքանչյուրի սրտի մեջ, զորանում է, բայց պտուղները դրա վերաբերում են բոլորին եւ օգուտ ու հոգեվոր օրհնություն են բերում բոլոր այն մարդկանց, ովքեր որ մեր շուրջը գտնվում են։ Հետևաբար, եթե մանանեխի հատիկը աճում է հողի մեջ կամ փոխաբերական իմաստով մարդու սրտում, ապա թթխմորը աճելու համար պետք է զանգված, պետք է այդ խմորը, որի մեջ դրվում է թթխմորը, որը մեր մարդկային կյանքն է, մեր աշխարհն է, որտեղ որ եթե Աստծո խոսքը հաստատուն է, եթե Աստծո օրհնությունները, Աստծո շնորհները գործում են մարդկային մեր կյանքում, ամբողջ մեր հասարակությունը կարող է վերափոխվել։ Երկու դեպքում էլ խոսքը նրա մասին է, որ մարդը անհատապես եւ մեր հասարակությունը իբրև հավաքական մի միավոր կարիք ունի վերափոխման, Աստծո օրհնությամբ եւ Աստծո շնորհներով։ Տեր Հայր, առակը պատմվել է շուրջ 2000 տարի առաջ, որևէ բան փոխվել է մարդկանց մտքի, գաղափարի, թե հաղորդագրությունները մնացել են նույնը։ Բնականաբար ավետարանական պատմությունները եւ պատգամները երբևէ չեն փոխում եւ չեն կորցնում իրենց արդիականությունը։ Բոլոր ժամանակներում էլ բոլոր ավետարանական պատգամները ճշմարտությունները արդիական են եւ մասնավորաբար այս դեպքում, եթե խոսում ենք մանանեխի հատիկի առակի մասին։ Իրականում Քրիստոս ինչու խոսեց առակներով նախ։ Սա շատ կարևոր է, որովհետև երբ որ որոշ ճշմարտություններ դու բառացիորեն ու ուղղակի փոխանցում ես ինչ-որ մեկին, այդ ճշմարտությունը կամ այդ խոսքը բերնեբերան փոխանցվելով ինքը կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել։ Ամեն մարդ իրենից ինչ-որ բան ավելացնել կամ պակասեցնել։ Քրիստոս ճշմարտությունը, որոշ ճշմարտություններ, որ ցանկացավ մարդկանց փոխանցել, տվեց առակի միջոցով։ Առակ այն գեղեցիկ փաթեթավորումն է, որի մեջ է ճշմարտությունն է։ Եվ այդ ճշմարտությունը երբևէ չի խեղաթյուրվում եւ չի աղճատվում կամ չի նենգափոխվում։ Եվ այս առումով առակները, ավետարանական առակները մեզ համար այդ կարևոր ճշմարտություններն են պարունակում, որը երբևէ չի կորցնում իր արդիականությունը եւ չի փոխվում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների անկառավարելի անվերահսկելի հոսքերը
եւ այս պայմանները նորագույն մի տեսակ փորձում են խեղաթյուրել խոսքի, բանի, ասելիքը, բանը, որի սկզբանը էր, եւ կարծես այստեղ խոսքը կորչում է, խոսքը կորցնում է իր իմաստը, իր խորհուրդը, ինչպես փրկենք այս պայմաններում խոսքը, Քրիստոսի խոսքը, որի սկզբանը էր։ Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ այսօրվա այս զարգացումները այդ ոլորտում բնականաբար եւ մտահոգիչ են եւ նաեւ դրանք գործիքներ են, միջոցներ են, հնարավորություններ են, որոնցով որ կարելի է Աստծո խոսքը փոխանցել մարդկանց։ Նայած թե մենք դրանք ինչպես ենք օգտագործում, այստեղ կարևորը խնդիրը անպայման տեխնոլոգիաների մեջ չի, խնդիրը թե մենք ինչպես ենք դրանք կիրառում։ Թվում է թե տեխնոլոգիաները տալիս են հնարավորություն խոսք ավելի տարածելու, տարածական դարձնելու, քարոզելու, մեծացնելու խոսքի կշիռը, բայց զուգահեռ իրականության մեջ բոլորովին հակառակ մի բան ենք տեսնում նաև։ Որովհետև մի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները օգնում են այդ խոսքի տարածմանը, մյուս կողմից խանգարում են։ Դրա համար եմ ես ընդգծում, թե կարևորը թե մենք ինչպես ենք դա օգտագործում։ Ժամանակին, երբ որ համացանց այսպես լայն շրջանառության մեջ մտավ, ելի կար այս նույն մտահոգությունը, բայց ավետարանական խոսքը, օրինակ առաքյալները օգտագործել են իրենց ժամանակի բոլոր հնարավոր միջոցները մարդկանց Աստծո խոսքը հասցնելու համար։ Իհարկե այն ժամանակ տարբեր են եղել հնարավորությունները եւ միջոցները, այսօր բոլորովին տարբեր պատկեր է իմաստով, բայց առաքյալներն էլ, եկեղեցու հայրերն էլ, քարոզիչներն էլ բոլոր ժամանակներում փորձել են օգտագործել տվյալ ժամանակի բոլոր այն հնարավորությունները, որոնցով որ հնարավոր է մարդկանց հասցնելու Աստծո խոսքը։ Եվ այս իմաստով, այո, շատ կարևոր է, որ մենք մեր ընտանիքներում, կրթական կրթօջախներում, հասարակության մեջ առհասարակ մարդկանց կարողանանք ճիշտ կրթել եւ ցույց տալ ուղղությունը, ճանապարհը, ինչպես պետք է տեխնոլոգիաներ օգտագործել, որ ինքը ոչ թե մեզ վնասի, այլ օգտագործենք այդ ամենը օգուտ, այսինչ կամ այնինչ իրողության։ Այս առումով բնականաբար մտահոգությունները կան, ինչքան էլ այդ մտահոգությունները կան, դրա հետ զուգահեռ եւ այդ վտանգները, եւ այդ մարտահրավերները ավելի են աճում եւ զորանում, որովհետեւ պարզ է այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները ինչքան խելահեղ արագությամբ զարգանում են։ Եվ մենք էլ պիտի պատրաստ լինենք այդ մարտահրավերներին համահունչ մեր քայլերը ուղղելու։ Տեր հայր, այս առակը բնականաբար այլաբանական իմաստ ունի, այլաբանություն է, խորհրդանշում է այլաբանական իմաստներ եւ Քրիստոսի խոսքը ընդհանրապես դժվար է կարծես առաջին հայացքից հասկանալ, որովհետեւ բազմիմաստ է, բազմախորհուրդ է։ Հիմա այս պարագայում Քրիստոս իրեն համեմատում է այդ սերմի հետ։ Մի դեպքում ասում է Տերը իրեն համեմատում է այդ սերմի հետ, մի դեպքում Քրիստոս իր խոսքն է համեմատում սերմի հետ։ Մի դեպքում, երբ որ ասում է ես հատիկն եմ, թեկուզ եւ ցորենի հատիկը, որ հողի մեջ մտնելով մեռնում են, օրից հարություն առնում, կարծես թե մանանեխի սերմը, մանանեխի հատիկը նույն իմաստ ունի, այսինքն մի պարագայում ունենք, երբ որ Քրիստոսն է մանանեխի հատիկը, մի պարագայում ունենք, երբ որ Քրիստոսի խոսքն է մանանեխի հատիկը։ Քրիստոս եւ իր խոսքը ավետարանում միշտ նույնական են, այսինքն Աստծո խոսքը եւ ինքը Քրիստոս ավետարանական պատումների մեջ եւ ավետարանի լույսի ներքո, եթե մենք նայում ենք, իրանք նույնական են։ Հետևաբար այստեղ երկու դեպքում էլ խոսքը նույն իրողության մասին է։ Երբ որ Քրիստոս ասում է, ինչպես ենք մենք դառնում Քրիստոսի հետևորդներ, միակ կարևոր եւ հիմնական պայմանը Քրիստոսի խոսքը լսելն է եւ Քրիստոսի խոսքով մեր կյանքը կառուցել եւ առաջնորդվելն է Քրիստոսի խոսքով։ Այս պարագային շատ կարևոր է, որ առակի մեջ մենք կարողանանք այդ հստակ խոսքը, հստակ պատգամը տեսնել եւ վերցնել մեզ համար իբրև ուղեցույց, որովհետեւ այստեղ կարևոր չի մի դեպքում Քրիստոս է, մի դեպքում Քրիստոսի խոսք, կարևոր է այստեղ ինչ է ուզում մեզ այս առակը ասել կամ ինչ է մեզ սովորեցնում այս առակը, որովհետեւ եթե մենք առակի տրամաբանության, թեև ինքը շատ կարճ է, բայց ինքը շատ ասելիք ունի մեզ, առակի տրամաբանությանը եթե մենք նայելու լինենք, երկնքի թռչունները, որոնք գալիս են հանգրվանում են այդ ծառի վրա, որը փոքրիկ սերմից է աճել եւ այդպես մեծացել, այդ նշանակում է, որ երկնքի արքայությունը բաց է բոլորի համար, աշխարհում բոլոր մարդկանց համար, ովքեր որ պատրաստ են այդ խոսքը ընդունելու, այդ խոսքը իրենց սրտում ընդունելու եւ այդ խոսքը իրենց սրտում ոչ միայն պահպանելու, այլ նաեւ զորացնելու այնպես, որ իրենց կյանքում Աստծո խոսքը պատկաբեր լինի։ Մյուս կարևոր բանը, սերմը երբ որ դրվում է հողի մեջ, ժամանակ է պետք, որ ինքը աճի։
Հետևաբար շատ կարևոր է համբերությունը, խոնարհությունը, որով որ մենք պիտի կարողանանք Աստծո խոսքը մեր մեջ ընդունել եւ ժամանակի ընթացքում ամենօրյա աշխատանքի, հոգեվոր պայքարի արդյունքում թույլ տալ, որ այդ խոսքը մեր մեջ զորանա եւ ամրանա։ Քրիստոս մեկ ուրիշ առիթով, երբ որ ասում է, որ մանանեխի հատիկի չափ եթե հավատք ունենաք, ապա լեռներ կշարժեք, սա էլ կարևոր է։ Այն իմաստով, որ շատ հաճախ մարդիկ ասում են փորձում են Աստծուն, հա, հավատք ունեմ, եթե ես այս լեռանը ասեմ շարժվի, արդյոք կշարժվի։ Մարդիկ երբեմն նման հարց տալիս են իրենք, գուցե իրենց միայն կամ չեն բարձրաձայնում, բայց շատ ավելի կարևոր է նախ հասկանալ պետք է այդ լեռը շարժվի, թե ոչ։ Երբ որ մենք իմանանք, որ կարիք ունենք այս լեռը տեղաշարժելու, այն ժամանակ գուցե եւ հնարավոր կլինի, բայց շատ ավելի կարևոր է ոչ թե փորձել Աստծուն, այլ մեզ համար հասկանալ այդ խոսքի իմաստը, այդ սերմը ինչու է մեր հոգում դրված։ Ոչ թե անպայման լեռներ շարժելու, բառի ուղիղ իմաստով, այլ մեր միջի լեռնացած, քարացած մեղքերը, սխալները քանդելու եւ դրանք տարալուծելու։ Հիմա եթե մանանեխի չափ չլինի հավատը, մի քիչ մեծ լինի սերմը կամ մի քիչ ավելի փոքր լինի, հատկապես խոսվում է, որ մանանեխը մի սերմ է, մի հատիկ է, որը կծու է, թույ է, ամեն դեպքում դառն է իր համը, նաև համային գամայի մասին խոսելով, իսկ մենք այդ խոսքը հավասարեցնում ենք այդ հատիկին, այսինքն նաև այդ որակները չեն կարևոր։ Կարևորը նորից եմ ասում, այդ բուն խորհուրդն է, որ պետք է սերմը լինելով փոքր, պետք է դրվի հողի մեջ եւ ինքը պիտի աճի եւ դրա համար պետք է մարդը խնամք տանի, հոգ տանի։ Նույնը մեր հոգեվոր կյանքի մասին է։ Բնականաբար Քրիստոս ուզում է, որ մեր հավատքը զորանա, մեր հավատքը ամրանա, բայց այդ փոքրիկ հավատքը անգամ մանանեխի հատիկին նմանեցվող այդ փոքրիկ հավատքը անգամ կարևոր է այն իմաստով, որ հենց սա մեզ հստակ պատգամ է հոգեվոր կյանքում փոքր բաներ չկան։ Այն փոքրը, որը որ դու ամեն ինչ սկսում ես փոքրից, եթե դու ուզում ես ավելի մեծին հասնելու, պիտի այդ փոքրը չանտեսես։ Եվ այսօր էլ մեր հոգեվոր կյանքում, բարոյական կյանքում, մարդկային հարաբերությունների մեջ, մարդ եւ մարդ հարաբերության, մարդ եւ հայրենիք, մարդ եւ եկեղեցի, այս հարաբերությունների մեջ որևէ մանրուք կամ աննշան բան չկա, ամեն ինչ կարևոր է։ Երբ որ մենք այս գիտակցությամբ ենք առաջնորդվում մեր կյանքում, սա ավելի մեծ արդյունքների եւ մեր կյանք ավելի պտղաբեր կդարձնի, որովհետեւ շատ հաճախ մարդիկ ասում են, թե լավ, սա փոքր բան է, այդքան էլ արժանի չի, որ ես դրա համար ռեսուրս ծախսեմ կամ ուշադրություն դարձնեմ։ Հենց դա է խնդիրը, որ մարդիկ պիտի հասկանան, որ փոքրից է սկսում։ Եվ պատահական չի, ճանապարհը առաջին քայլից է սկսվում։ Եվ պատահական չի, որ Քրիստոս մեզ ասում է, որ փոքրի մեջ հավատարիմը մեծին պիտի արժանի լինի։ Ուրեմն այս դասն է եւ այս կարևոր պատգամն է, որ առակը մեզ տալիս է։ Տեր հայր, մեկնիչ հայրերը նաև այդ ոստերը նմանեցնում են առաքյալներին, որոնք քարոզեցին Քրիստոսի խոսքը, Քրիստոսի ողջության օրոք եւ նրանից հետո, Քրիստոսի հարությունից հետո եւ ասում է այդ ոստերի վրա նստում են թռչունները նկատի ունենալով արդարների հոգիները։ Տարբեր մեկնաբանություններ կան։ Այստեղ թռչունները կարող են խորհրդանշել արդարներին, ովքեր որ կապված են այդ ոստին, կապված են արմատներին, եւ նաեւ ինչպես ես արդեն ընդգծեցի, նաեւ դա թռչունները կարող են խորհրդանշել ամբողջ մարդկությանը, այն իմաստով, որ այս հանգրվանը, այդ ծառը եւ այդ ծառի ոստերը մի հանգրվան է, որը բաց է բոլորիդ համար, բայց որpիսի մարդը կարողանա գալ այնտեղ հանգրվանի, այս դեպքում մարդուն պետք է այդ հավատքը, պետք է որpիսի մարդը այդ արդարությամբ, ավետանան պատգամ, դրան արժանի լինի, մարդը ինքը պիտի գա, Աստված ոչ մեկին ստիպողաբար չի բերելու այդ հանգրվանին կամ չի բերելու իր հովանու ներքո, եթե մարդը ինքը համաձայն չի կամ մարդը գնում է հակառակ ճանապարհով։ Բնականաբար գիտեք, որ մարդիկ ազատ են իրենց կամքը դրսևորելու եւ այստեղ կարեւոր է նաեւ այդ համոզումները, հավատքը, առաքինությունները, արդարության ճանապարհը, որով մարդը քայլում է, որպեսզի կարողանա այդ հանգրվանում իր տեղն ունենա։ Տեր հայր, եւ ամեն սկիզբ նպատակ ունի, մենք սկսում ենք նոր հաղորդում Կենտրոն հեռուստաընկերությամբ եւ Մայրաթորի աջակցությամբ նաեւ, եւ մեր նպատակը որն է։ Ինչ ենք սպասում մենք այս հաղորդումից։ Հարցերի ենք սպասում, որոնք կարող են տալ մեր ունկնդիրները, նրանց մասնակցությունը, սրանք կլինեն մանուկների համար, մեծերի համար, որն է լինելու մեր լսարանը։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ ամենակարևոր հանգամանքը այն է, որ
մեր լսարանին կամ ովքեր որ կհետևեն հաղորդաշարին, իրենց մոտ նաև հարցեր առաջանա, ինչու ոչ, որովհետև հոգևոր կյանքում եթե չկան հարցեր, նշանակում է այդ հոգևոր կյանքը ճահճացած է։ Եվ եթե կրոնը տվյալ դեպքում քրիստոնեական հավատքը պատրաստ չի այդ հարցերին պատասխանելու, ուրեմն այստեղ էլ խնդիրներ կան։ Իսկ մենք գիտենք, որ եկեղեցին, քրիստոնեությունը առհասարակ միշտ պատրաստ է ցանկացած մարդկանց հարցերին պատասխանելու։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է այդ կապը եւ շատ կարևոր է նաեւ այս հաղորդաշարի միջոցով մարդկանց հասցնել այն իրողությունը, թե ինչպես այսօր մեր ժամանակներում հնարավոր է ապրել ավետարանական այս կամ այն ճշմարտություններով, որովհետև շատ հաճախ մարդիկ մտածում են, թե ավետարանական ճշմարտությունները այնքան բարդ են, այնքան դժվար են, որ այսօրվա մանավանդ այսօրվա մարդը այս աշխարհիկացման այս ավելի ահռելի չափերին հասնող մեր իրականության մեջ շատ դժվար է որ մարդը ապրի ավետարանական այդ ճշմարտություններով ամբողջապես կամ լիարժեք կերպով։ Իհարկե սա սխալ պատկերացում է, սա արդարացման անհաջող տարբերակ է, երբ որ ասում են Քրիստոսի պատգամները այնքան բարդ են, որ դա հնարավոր չի կատարել։ Ոչ, այդպես չէ։ Քրիստոսի պատգամները շատ ավելի պարզ են, շատ ավելի հստակ են եւ շատ ավելի ուղիղ են։ Մենք շատ հաճախ բարդ ենք պատկերացնում խնդիրը այն իմաստով, որ երբ որ որևէ պատգամ Քրիստոսի կարդում ենք, մենք դրա տակ սկսում ենք արդեն երկրորդ, երրորդ, չորրորդ իմաստներ փնտրել։ Իրականում նախ եւ առաջ որևէ պատգամ կարդալ, հենց ուղիղ պետք է հասկանալ, այն ինչ որ ասված է, դրա տակ ենթատեքստեր չփնտրել։ Դրա խորքային իմաստները պատգամի կամ ընթացքում է բացվում, բայց երբ որ դու այդ պատրաստ ես այդ պատգամը իբրև սերմնահատիկ, հենց այդպես ինչպեսին որ ինքը կա, այդպես ընդունել, այնպես ինչպես որ գրված է։ Իրականում այդ խնդիրը կա, Տեր հայր, շատերը ասում են այսինչ հոգևորականը շատ մատչելի է բացատրում, այսինչ հոգևորականը բարդ է բացատրում։ Հայրաքելական եկեղեցու հետևորդները ավելի հակված են այս ճշմարտությունները Քրիստոսի, քրիստոնեական ներկայացվի աշխարհիկ լեզվով, որքան հնարավոր է մատչելի աշխարհիկ բառապաշարով, բառամթերքով եւ կարծում եմ մենք կկարողանանք այս հաղորդաշարով հասնել դրան։ Հուսամ դրան կհասնենք, բայց նաև ես ուզում եմ ընդգծել, որ այդ սխալ կարծրատիպը կամ կարծիքը կա տարածված, որ եկեղեցում խոսում են գրաբար։ Նման բան չկա։ Եկեղեցում գրաբար արվում է արարողությունները, սամերկությունները, արարողությունները, բայց քարոզը ավետարանական խոսքի մեկնաբանությունը, հոգևոր թեմաների շուրջ զրույցները, բոլորը լինում են պարզ, մեզ հասկանալի մատչելի լեզվով։ Բայց այդ գրաբարն էլ այնքան բարդ չէ, որ չհասկանան։ Մեկ, երկու, երեք անգամ ցանկացած մեկը, որը ներկա կգտնվի Սուրբ Պատարագին, միանշանակ կընկալի գրաբարը, որը մեզ շատ հարազատ է։ Մենք հուսանք մեր այս հաղորդման շրջանակ նաև դրան անդրադարձ կունենանք այդ թեմային, բայց բնականաբար։ Սիրով, իհարկե։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։